Բարի երեկո, առաջին ալիքի եթերում այլ ոճով հաղորդումն է։ Նրա հագուստի ընտրությունը հաճախ պայմանավորված է տրամադրությամբ։ Նա սիրում է ստեղծագործել և տարբերվել իր ոճով։ Սիրուշոն հաճախ համադրում է անհամադրելին, բայց երբեմն դժվարանում է առօրյա կերպարի ձևավորման հարցում։ Ողջույն Սիրուշո, ինչպե՞ս ես։ Ողջույն։ Տրամադրված, մոտիվացված ու ոգևորված։ Սիրուշո, ինչպես նկատեցիր, որ տրամադրությունիցդ կախված կարող ես ընտրել օրվա հագուստը և ոճը։ Դեռ վաղ մանկությունից երազել եմ արվեստի մարդ դառնալ, երբ որ արդեն սկսեցի կարևոր քայլեր անել դեպի կարիերա, դեպի երազանքներ, հասկացա, որ երբեմն օրեր են լինում, երբ որ օրինակ ունեմ ինչ-որ բեմական կերպար, բայց չեմ կարողանում տեղավորվել դրա մեջ, որովհետև օրինակ տրամադրություն չունեմ կամ նախկինում եղել են ինչ-որ ընկերների հետ վեճեր կամ նմանատիպ ինչ-որ բաներ ու խանգարել են ինձ իմ այդ առօրյա կերպարը ստանալու ու զգալու համար։ Ըստ իս կարևորը, երբ որ դու զգում ես քո հագուստը, ու դա ինձ մոտ չէր ստացվում։ Այդ պատճառով էլ հասկացա, որ տրամադրությունից կախված է, թե ինչ եմ հագնում։ Եվ իսկապես ինձ շատ հետաքրքիր է, թե առավոտյան ինչ տրամադրությամբ ես արթնացել և եկել նկարահանումների։ Սկզբում, երբ որ արթնացա, անկեղծ ընդհանրապես տրամադրված չէի, ոչ թե որ որոշեցի, որ չեմ ուզում, այլ մի քիչ սենց վախեցա, մտածեցի, որ այո, լարվածությունից, բայց հետո հասկացա, որ ոչ, պետք է այդ ամեն ինչը մի կողմ դնել ու այդ որոշումն էլ ինձ դրդեց, որպեսզի հասկանամ, որ այո, ես ուրախ եմ, ես ուժեղ եմ ու ես պիտի անեմ, այն ինչ որ պիտի անեմ։ Այսինքն պետք է բարձրացնել առաջնահերթ տրամադրությունը եւ հետո նոր մոտենալ զգեստապահարանին եւ ընտրել օրվա կերպարը եւ ոճը։ Բայց կարծում եմ, որ ժամանակն է հրաժարվել այդ սովորությունից, որովհետեւ քանի որ ես ընտրել եմ այս ոլորտը, այս ոլորտում հաճախ տրամադրությունը չէ, որ պետք է որոշի մեր ներկայանալու ձևը, տրամադրությունը Ես լիովին համաձայն եմ, հենց դա էլ ուզում եմ ասել, որովհետև դա քեզ շատ կխանգարի։ Այո։ Հրաժարվի այդ սովորությունից։ Նաև նշվում էր, որ սիրում ես տարբերվել քո ոճով։ Որն է եղել ամենաայսպես կտրուկ փոփոխությունը քեզ համար։ Առօրյայում ես երբեք կտրուկ փոփոխություններ դեռևս չեմ ունեցել եւ սա լինելու է առաջինը, բայց բեմական ունեցել եմ։ Երբ որ մենք խաղում էինք թմկաբերդի առումը, ես կերպարանավորում էի թմկատիրուհու կերպարը եւ պետք է մտնեի այդ թագուհու հին այսենց ոճի մեջ, ինչը որ իմ մասին չէր սկզբում, մինչեւ բեմական փորձերը մենք ուղղակի առօրյա հագուստով էինք անում փորձերը, երբ որ արդեն գրեցի, վերջ, ես թագուհի եմ։ Այո, հագուստը շատ է օգնում կերպարի մեջ մտնելու եւ զգալու այդ ամենը։ Նաեւ նշեցի, որ սիրում ես համադրել անհամադրելին։ Ինչ ենք հասկանում։ Ես կարող եմ համադրել տաբատը կիսաշրջազգեստի հետ։ Այ դա շատ հետաքրքիր է, բայց ափսոս այսօր այդպես չես ներկայացել։ Այո, ես որովհետև ներկայացնելուց մենք խոսեցինք, այ Սիրուշոն սիրում է համադրել անհամադրելին, միշտ տարբերվել իր ոճով, բայց Սիրուշոն այսօր շատ առօրյա այսպես ընտրել։ Էլ Ես գունային անհամադրություններ եմ շատ սիրում, եթե անկեղծ չեմ կարող հստակ գույներ նշել, բայց զգացել եմ, որ նույնիսկ իրար հետ կապ չունեցող գույները շատ համադրելի են իրար հետ ու շատ գեղեցիկ են նայվում։ Ես ուզում եմ հասկանամ, այդ ամենը արվում է միայն ինքդ քեզ ապացուցելու որևիցե բան, թե նաև շրջապատին։ Ճիշտ է։ Կարծում եմ, որ ոչ այն, ուղղակի ընդգծելու ու գտնելու այն, ինչ ես կամ իմ նպատակը այսօր այստեղ գալու, այստեղ լինելու, ինձ ճիշտ ընդգծելն ու ինձ ճիշտ գտնելն է, որովհետև հաճախ լիքը կերպարների մեջ լինելով, ես չեմ հասկանում, որն է այդ կերպարներից ընդգծում ինձ։ Մի օր, չգիտեմ, թագուհի ես, մի օր ուղղակի ինչ որ կողքից մարդ ես, մի օր ինչ որ հագուստ ես կրում որպես մոդել, ու դա երբեմն մոռացության է տալիս քո առօրյա կերպարներին։ Այո, առօրյա կերպարին դու թողնում ես ինչ-որ տեղ ու ինքը մնում է ու դու իրեն մոռանում ես, մեծանում ես տարիքի հետ ու հասկանում ես, որ ինչ-որ տեղ թողել ես քո իրական կերպարը։ Կամ օրինակ բեմական կերպարը բերում ենք եւ փորձում ենք ձուլել առօրյա կերպարի հետ։ Դա ինձ շատ է խանգարում երբեմն, որովհետեւ ես մեկ-մեկ ոգևորվում եմ այդ կերպարով ու հանդիսատեսից ստացած էներգիայով, այդ կերպարը բերում եմ կյանք ու հասկանում եմ, որ ինքը իրականում
կյանքում տեղ չունի, որտեղ Ճիշտ այդ չէ, կերպարները այդքան էլ ստեղծված ճիշտ չեն են, ընկալվում։ ոչ թե այդքան ճիշտ չեն ընկալում, այլ կերպարները ստեղծվում են իդեալականացված ու իրենք կյանքի այդ թերություններին, կյանքի խոչընդոտներին այդքան էլ համապատասխան չեն։ Սիրուշո դիմելով ոճափոխությանը համոզված եմ, որ հստակ ինքդ քո մեջ գիտեիր, որ պետք է կտրուկ փոփոխություններ լինեն, օրինակ վարսերի հետ։ Միգուցե գույնը փոխվի կամ չափսը փոխվի։ Երբ որ սկզբում իմացա, որ հնարավոր են կտրուկ փոփոխություններ արտաքինի հետ, միանգամից մտածեցի մազերիս մասին, որովհետև մանկուց իմ մազերը եղել են երկար, ճիշտ է, ինչ որ տարիքում կառե եղել են, բայց նորից երկարել են, այո։ Իսկ հիմա վարսահարդարը միգուցե ասի, որ պետք է կարճացնել վարսերը եւ գունաբացել։ Օրինակ եմ բերում։ Երկար եմ տրամադրվել ու որոշել եմ, որ եթե նման որոշում կայացվի, ես համաձայն կլինեմ։ Դժվար էր, Ես ուրախ եմ, որ դու համաձայն կլինես եւ ես համոզված եմ, որ վարսահարդարը կընտրի ճիշտ սանրվածքը եւ գույնը, երանգը։ Ինչ ակնկալիքներ ունես մասնագետների հետ աշխատելուց հետո։ Ես ակնկալում եմ իրենց խորհուրդները ստանալ, վերցնել ու տեղավորվել այդ խորհուրդների մեջ։ Կարծում եմ, որ իմ առօրյայում շատ մեծ կարիք կա փոփոխության։ Ես ինքս կարողա պատրաստ չլինեմ այդ փոփոխությունները անելու, այսինքն ես կողքից տեսնեմ ինձ պատկերացնեմ, բայց չկարողանամ։ Բայց ըստ իս եթե ինձ մարդիկ օգնեն, այո, մասնագետների օգնությամբ շատ ավելի հեշտ կտրվի այդ ամենը։ Ես շատ հանգիստ կբռնեմ իմ այդ ոճափոխված Սիրուշոյի ձեռքը։ Իսկ նորաձևության տենդենսներին օրինակ հետևում ես։ Այո։ Եվ որ տենդենսներն են քեզ դուր գալիս, որ ոճը կցանկանայիր փորձել։ Ես մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ հետևում եմ Քենդլ Ջեներին։ Ինքը իմ համար շատ էլեգանտ կերպար է։ Վարսերը կառե հասկացա, որտեղից է գալիս ցանկությունը։ Այո։ Ձեզ եմ շատ հետևում։ Դուք իմ համար նույնպես կերպար եք շատ հետաքրքիր։ Ես սիրում եմ տարբերվող ու էլեգանտ ոճը։ Բայց էլեգանտի մեջ չեմ տեսնում միայն նույն կլասիկ կոստյումներ։ Ինձ համար նույնիսկ տաբատը կիսաշրջազգեստի հետ էլեգանտ կարող է համարվել ճիշտ գունային ու ճիշտ կտորի ընտրության դեպքում։ Ես համոզված եմ եւ հուսով եմ, որ մասնագետների հետ աշխատելուց հետո ի վերջո դու կգտնես քեզ համապատասխան այդ առօրյա կերպարը։ Ես նույնպես վստահ եմ։ Անցնենք հաջորդ փուլի։ Անցնենք։ Սիրուշոն եւ իր տեսակով եւ իր ոճով էլեգանտ է, ես իրեն այդ ոճից դուրս չեմ պատկերացնում, սիրում է վինտաժային իրեր եւ բնավորությամբ էլեգանտ է եւ իր հագուստի ոճով այդ ոճից դուրս չեմ պատկերացնում ու կարծում եմ հենց այդ ոճով էլ իրան ավելի կատարելագործեն։ Ես չեմ սիրում իր ոճի մեջ, ու ոճի մեջ չէ, որ մեկ-մեկ հագնում է ջինսից տաբատները եւ կենթանական պրինտով հագուստները չեմ սիրում ընդհանրապես։ Չի համաձայնվում ինձ հետ, որ դա այդքան էլ սիրուն չի։ Ասում է, որ շատ վինտաժային է այդ ամեն ինչը, բայց ես հիմա ուզում եմ տեսնել իր ոճաբան իրեն ինչ ձև է պատկերացնում, իր ոճը ոնց է պատկերացնում ու հաստատ այդ ամեն ինչը գեղեցիկ է, թե ոչ։ Ու ես կուզեմ, որ իր բնավորության գծերը, այսինքն իր բնավորությունը իր կերպարանափոխության մեջ արտացոլվի, եւ ես կարծում եմ, որ ոճաբանը կնկատի դրանք եւ կօգտագործի իր կերպարանափոխության ընթացքում։ Նա զբաղվում է երգով, մոդելինգով եւ փորձում իրեն դերասանական արվեստում։ Նրա հետաքրքրությունները բազմազան են, իսկ առօրյան բազմազբաղ։ Նրա կառուցվածքին, կազմվածքին, առօրյային համապատասխան ոճ կընտրեն ոճաբան Նարինե Բադալյանը, դիմահարդար Ալինա Սարգսյանը եւ ոճաբան վարսահարդար Տաթևիկ Հովսեփյանը։ Ողջույն։ Ողջույն։ Ես ձեզ ուզում եմ տալ Սիրուշոյի լուսանկարները, խնդրեմ փոխանցիր Ալինային եւս։ Ուսումնասիրեք նրա կերպարը եւ հասկանանք, թե ինչպիսի ոճ ենք նրա համար ընտրելու այսօր կամ պատկերացնում։ Նայինը սկսենք քեզանից։ Դե շատ մոդելային արտաքին ունի Սիրուշոն, շատ անհատական դիմագծեր ու ես այսպես որ նայում եմ, հասկանում եմ, որ մեր առջև պիտի դնենք խնդիր ուղղակի արտահայտելու այն ամենը, ինչը բնությունից իրեն տրված է։ Նաև շատ կարևոր է այստեղ նշել, որ նրա կերպարն ու ոճը առօրյա կախված է նրա տրամադրությունից։
Սա բարդացնելու է թե հեշտացնելու է քո աշխատանքը։ Իրականում ոչ բարդացնելի է, ոչ հեշտացնելի է, որովհետև խառնվածքով, հա, ու արտիստը ծանոթացանք նաև կենսագրությանը, դինամիկ կյանք ունի, ապրում է շատ ակտիվ ու ընտրելու ենք կերպար, որը պիտի համապատասխանի իր կյանքի բոլոր փուլերի համար ու օրվա բոլոր կյանքի ռիթմին ես կարող եմ հենց այդպես նշել։ Այո։ Վարսերը երանգավորված չեն Տաթևիկ երբևիցե եւ կարծում եմ նաև կտրվածքներ, սաներվածքները շատ չի փոխել Սիրուշոն։ Ինչ կտրվածք ես պատկերացնում եւ ինչ երանգ ես պատկերացնում նրա համար։ Սիրուշոն ունի գեղեցիկ երկար վարսեր։ Ես երկարությունը շատ չէի կարճացնի։ Թեթև կշերտավոր ենք, ինչպես նաև կարելի է անել քողարկված հայլայթներ, որպեսզի նրան տա ավելի աղջկական տեսք։ Եթե կտրուկ փոփոխությունների գնանք, Սիրուշոյին ես ավելի շատ կպատկերացնեի կարե մազերով, ավելի կարճ, որովհետև վարսերը ավելի ուղիղ են, երանգավորված չեն եւ ակնհայտ այսպես փոփոխություն կլինես, չէ՞։ Կլինի փոփոխությունը ակնհայտ։ Դու չես պատկերացնում նրան։ Ես այս դեպքում ավելի շատ Տաթևի հետ եմ համաձայն, որովհետև միանգամից ֆոտոները, երբ որ նայում էի, գեղեցիկ վարսերը, որը իրեն նաև մի փոքր վայրի, հա, իր բնությանը բնորոշ տրամադրություն է փոխանցում, ավելի շատ երկարությունը կթողնեի նույնը ու դիմացից շերտեր հագուցե ավելացնել ու նաև մազապույն, ինձ թվում է հիմա շատ թրենդային է ու նորաձևության ցուցադրություններում ու պոդիումներում նման սանրվածքները եւս արտահայտված են, այո, շատ են լինում։ Ես էլ եմ այդպես պատկերացնում։ Շատ լավ։ Այդ դեպքում ուրեմն դիմահարդարումն եմ պատկերացնում վառ գույների մեջ։ Այո, ես համաձայն եմ եւ ես ուզում եմ դիմահարդարման մեջ ինչ որ դետալ արտահայտել վառ, որպեսզի ընդգծենք իր անհատականությունը, որտեղ նա վառ անհատականություն է երևում իր զբաղմունքներով, իր հետաքրքրություններով հանդերձ։ Ընդհանուր դիմահարդարումը պատկերացնում եմ ավելի նուրբ, բայց վառ դետալ պարտադիր պետք է ավելացնել։ Շուրթերը թե աչքերը։ Գույն եմ ուզում ներմուծենք ու ավելի շատ մտածում եմ աչքերին։ Լավ։ Իսկ կերպարը ինչպիսին է նային է, բացում ենք փակագծերը, մի տեսակ գունային գաման պատկերացնենք ինչպիսին լինի եւ ոճը զգեստ է լինելու, կիսաշրջազգեստով ես պատկերացնում։ Այստեղ իրականում Սիրուշոյի գործունեությունը շատ մեծ դեր է խաղալու, որովհետև ունի ակտիվ կյանք, բեմական կյանք արդեն այս տարիքում ու ճիշտ է առօրյա ոճ ձևավորելու խնդիր ունենք, բայց պիտի նաև առօրյա ոճը լինի ոչ ստանդարտ, համարձակ լուծումներով, համարձակ համադրություններով, կաշի եմ պատկերացնում, կաշվի ինչ-որ լուծումներ եմ պատկերացնում, դասականը միքսած սպորտային, ավելի smart casual, հա, տարբերակներ, հա, գեղեցիկ սլացիկ ոտքեր ունի, ինչու՞ չէ, նաև կարճ կիսաշրջազգեստներ հանգիստ կարելի է, պիջակներ, բլեյզերներ, կառուցվածքային խնդիր չունենք, հա, առանձնահատկություն չունենք ու այս դեպքում ազատ ենք ընտրել այն ինչ Ես պիտի ասեմ, որ շփվելուց հետո հասկացա, որ իսկապես նա ունի վառ անհատականություն եւ սիրում է տարբերվել եւ սա համոզված եմ, որ ձեզ թիմային աշխատանքի ընթացքում պետք է որ օգնի։ Այնպես որ ձեզ մաղթում եմ հաջողություն եւ անհամբեր սպասում եմ Սիրուշոյին տեսնել արդեն կերպարանափոխված։ Քանի որ Սիրուշոյի դեպքում խնդիր էինք դրել կտրուկ ոճափոխություն չանել, որովհետև ինքներենով արդեն շատ յուրահատուկ, առանձնահատուկ կերպար է, ավելի հեշտ ստացվեց քննարկումները, խնդիրը ուղղակի ընդգծել Սիրուշոյի առանձնահատկությունները, մոդելային արտաքինը ու գեղեցկությունը։ Մասնագետների հետ քննարկումը շատ հարթ էր, մենք բոլորս մի կարծիքի ենք, որ պետք է պահպանել նրա բնական տեսքը։ Ես իմ կողմից կարող եմ ասել, որ կպահպանենք բնական տեսքը, բայց կունենանք վառ դետալային շեշտադրումներ։ Մասնագետների հետ քննարկումից պարզ դարձավ, որ Սիրուշոն ունենալու է նորավեճ, համարձակ եւ արտիստիկ կերպար։ Դիմահարդարումը եւս կլինի այդպիսին, բայց ավելի բնական երանգներով եւ ձևով։ Քանի որ Սիրուշոն ունի շատ լավ մաշկ, մենք կգծենք նրա մաշկը, այսինքն կլինի առողջ մաշկի էֆեկտ, չի լինի ծանր դիմահարդարում, կօգտագործվեն պաստելային գույներ, ինչպես նաեւ կլինեն դետալային շտրիխներ։
Նա իր զգեստապահարանում ունի բազմաթիվ նոր հագուստներ, որոնք դեռ չի գրել։ Սպորտային հագուստից մինչև կանացի զգեստներ, բայց նույնիսկ այս բազմազանության մեջ նա չի կողմնորոշվել, թե որ ոչն է իրեն ավելի հոգեհարազատ։ Նայինե, ողջույն։ Ողջույն։ Համոզված եմ, որ քեզ էլ պետք է հետաքրքրի, թե ինչու է Սիրուշոն գնում հագուստներ եւ մինչ օրս չի գրում։ Այո, դա իրականում շատ մեծ sense խնդիր է իմ համար։ Կարծում եմ, որ այդ խնդիրը առաջանում է այն ժամանակ, երբ որ գնումների ընթացքում ես կատարում եմ այնպիսի որոշումներ, որոնք որ պահի տակ են ինձ դուր գալիս։ Այ մի քանի պրակտիկ խորհուրդ Նարին է, որպեսզի չլինեն այդ խնդիրները։ Նախ Սիրուշային ասեմ, որ ինքը մենակ չէ, որովհետև իրականում համադրելու խնդիրներ իմ փորձառության ընթացքում շատ եմ հանդիպել, երբ որ առանձին հագուստը առանձին իրենց դուր է գալիս, բայց համադրություններում ունենում են խնդիրներ, ու այսպես որ նայում եմ պահարանին, գույներին, ընտրություններին հասկանում եմ ինչքան խառն է իրականում ներսում Սիրուշոն։ Մենք իհարկե կփորձենք հետո արդեն ակցենտավորել, ճիշտ հագուստները դասավորել ճիշտ դարակներում, որ կարողանա արդեն աշնանը ավելի ոճային ընդգծված ոճային ճիշտ համադրություններով կրել։ Բայց կարող ենք տեղում օրինակ երկու համադրություն կազմել։ Միանգամից այս գեստը առանձնացրեցի կախվածներից, նախ ուզում եմ ասեմ, որ Սիրուշոյի դեպքում մենք ոճափոխությունը չպիտի դնենք ակցենտում, այլ ընդգծելու այն, ինչ ինքը ունի շատ անհատական կերպար, տեսք, շատ անհատական դիմագծեր, երկար վարսեր ու country ոճի մեջ, հա, ես չգիտեմ, դու կրում ես թե չէ, country-ին սիրում ես թե չէ։ Ում է տարբեր կերպարներ եւ տարբեր ոճեր է նա այսպես միախառնում եւ փորձում է գտնել իրենը, բայց դեռ չի ստացվում նայնը։ Հա, մենք միանշանակ ինչ որ անհատական բան կընտրենք իր համար, բայց ոճերի միքսը, ոճերի համադրությունը եւս ընդունելի է ըստ հոգեվիճակի, ըստ վայրի, որտեղ գնում եք։ Այստեղ շատ կարևոր է շեշտել, որ մեզ հարկավոր է համադրությունները ունենալ առօրյա կերպարի համար, ճիշտ չէ՞։ Մենք խնդիր ունենք ընդգծելու, ստեղծելու հենց առօրյա կերպարը, այո։ Առօրյա կերպարը։ Այսպես որ նայում եմ, արդեն աշուն է մեզ մոտ, իսկ կապույտը ու հենց այս կապույտը շարունակում է մնալ թրենդերում, ինքը համադրելի է շատ գույների հետ աշնանային, շագանակագույնի հետ կարելի է համադրել, կարմիրի, ալ կարմիրի հետ համադրություններ կարելի է գտնել։ Ուղղակի ջինսային տարբերակի հետ առօրյայում կրելու համար իրականում շատ լավ տարբերակ է։ Կարող ենք, չէ՞, ստանալ այսպիսի համադրություն եւ ավելացնենք նաեւ սպիտակ, ավելի sense նեյտրալ, ինչ որ կոնկրետ ակցենտ չլինի, ակցենտը լինի հենց ժակետը։ Իսկ ինչպես ճիշտ կողմնորոշվել հենց գնումների ժամանակ, որպեսզի չլինի այդ ժամանակի եւ ֆինանսի վատնումը։ Այ մի քանի պրակտիկ խորհուրդը հենց այստեղ երևի թե մեզ շատ կարևոր կլինի։ Երբ որ ասում էի հագուստը դասավորենք դարակներում, առանձնացնել ներքևի հագուստներ, վերնահագուստներ, պիջակներ, փորձել առանձնացնել հագուստ ու գնումներ գնալուց արդեն մտքում ունենալ ձեր պահարանը, ինչ որ դուք ունեք, ու գնել այնպիսի իրեր։ Սա շատ կարևոր բան է ասում, այո։ Որոնք որ համադրելի կլինեն արդեն այն ամենի հետ, ինչ դուք ունեք։ Սա շատ կհեշտացնի եւ ձեր աշխատանքը եւ կօգնի հավաքել բազային պահարան, իսկ առօրյա հագուստի համար բազային պահարանը շատ պրակտիկ է ու կարող է շատ ոճային լինել, ավելորդ մտքեր չկա սա սրա հետ համադրելու, գունային առումով, պալիտրայի առումով ավելի կոկիկ, իրար հետ ամեն ինչ սազող, որ ավելորդ ռիսկեր չլինեն ոչ ոճային, հա, ոչ մոդայիկ երևալու։ Այստեղ կախված հագուստից, որ համադրություններն են քեզ համար ամենաճիշտ ընտրվածը։ Ըստ քեզ։ Ըստ իս, ինչպես արդեն նշեցի, այս տաբատը եւ կարմիր տոպը Եվ Նարինեն ասեց, այո, շատ ճիշտ ընտրություն է։ Իրականում ոչ այս կարմիրը, ավելի մուգ կարմիրը։ Այո, ավելի բորդոյի մոտ, ես ավելի շատ եմ սիրում բորդոնի դեպ, քան այս կարմիրը, չգիտեմ ինչու եմ գնել այս գույնը, եթե կար բորդոն։ Առասարակ նոր չէ, տոպերը չի կահանեի պահարանից, իրանք կարող են լավ լուծում լինել բլեյզերների ներքևից հագնելու համար, բայց առանձին տոպը կրելու համար ես կարծում եմ, որ պետքա փոխարինենք էլի բազային ինչ-որ այլ բաներով, բայց տոպերից պետքա հրաժարվենք, հոգնել ենք, ինձ թվում է մենք բոլորս հոգնել ենք տոպերից, իրենք շատ լավ համադրվում են, բայց տոպի վրա կերպարը կառուցելը արդեն ինձ թվում է պետքա այդ ամեն ինչ հետ կանգնել։ Եվս մեկ համադրություն Սիրուշո։ Հենց իրենք սա միասին են իրար հետ։ Նարինե կարծիքդ։ Չէ։
Չէ, առանձին կարող ենք համադրել, միասին համադրությունը էլի հինա, ես առհասարակ նորաձևության մեջ մոտեցումներս հին նոր չկա, հա, որտեվ կերպար ենք ստեղծում, որը անհատական պիտի լինի, որը ներդաշնակ պիտի լինի հենց իր հետ, բայց կան բաներ, որոնք որ արդեն շատ դուրս են թրենդից եւ պետք է հրաժարվել կամ այլ համադրություններ ու այլ լուծումներ գտնել։ Սա կարելի է համադրել տաբատը երկար նույն մոնոխրոնությունը ապահովելու համար նույն երկար տրենչի հետ, բլուզը կարելի է համադրել ջինսի հետ, հա, ու կոշիկները արդեն ընդգծելով լրիվ այլ կերպար ստանալ։ Միասին Սիրուշո, դու հանկարծ չնեղվես, որովհետև բոլորիս մոտ է այդ դժվարությունը եւ այդ իսկ պատճառով մենք կարող ենք դիմել ոճաբանի օգնությանը։ Սիրով։ Եվ այսօր մենք ունենք այդ հնարավորությունը ոճաբանի հետ միասին գնումներ կատարել։ Պատրաստ եք։ Ես պատրաստ եմ։ Միանշանակ։ Զգեստապահանի վերլուծություն կատարելուց Նարինեն նշեց, որ ինձ ավելի շատ սազում է կենթանական պրինտով հագուստ, ինչը ես շատ սիրում եմ եւ Նարինեի խորհրդից հետո ավելի վստահ կգրեմ բնականաբար այդպիսի հագուստ։ Ես ունեի սիրելի հավաքածու, որը կարծում էի, որ Նարինեն նույնպես կհավանի, սակայն նա նշեց, որ այդ հագուստը այլևս ժամանակակից չէ եւ ես պետք է հրաժարվեմ այդ հագուստից ու միանշանակ կփորձեմ հետևել Նարինեի խորհրդին ու կրել ավելի ժամանակակից եւ տրենդային հագուստ։ Սիրուշոյի հետ քննարկումների ժամանակ հասկացանք, որ իր հիմնական խնդիրը համադրություններն է ու զգեստապահանի վերլուծությունը սկսեցինք առանձնացնելով այն իրերը, որոնք ճիշտ եւ գրագետ են ընտրված, բնականաբար արեցինք նաեւ բացառություններ ու արդեն առանձնացված իրերի համար ստեղծեցինք ուղեցույց հետագայում ավելի գրագետ ու ճիշտ համադրություններ ստեղծելու համար։ Կարծում եմ մեզ բոլորիս հիմա շատ հետաքրքրում է, թե արդյոք Սիրուշոն ունի բարձր տրամադրություն, թե ոչ։ Իհարկե, միանշանակ։ Եվ դա օգնելու է մեզ գնումների ընթացքում, չէ՞։ Բարձր տրամադրությունը։ Այո։ Նայն է վերջին խորհուրդները եւ կարող ենք արդեն անցնել գործի։ Շատ երկար ենք խոսել, մոտավորապես գիտենք ինչ ենք ուզում, վերջնական կհամոզվենք արդեն փորձելուց հետո։ Հուսամ ցանկությունը եւ տրամադրությունը այսօր կհամընկնեն։ Վստահ եմ։ Գնացինք։ Անպայման ուզում եմ, որ դու էլ փորձես ընտրել եւ հասկանանք, թե ինչպիսին է տրամադրությունը եւ բարձր տրամադրության դեպքում ինչ գույներ ես ընտրում։ Ինձ դա է հիմա հետաքրքիր։ Ինձ թվում է ի տարբերություն շատերի, ես բարձր տրամադրության դեպքում ավելի sense էլեգանտ գույներ եմ համադրում։ Այսինքն սա հետաքրքիր է արդեն։ Ինչ որ ուրիշ էլեգանտ, այսինքն մուգ գույներ եմ պատկերացնում։ Պատկերացնում եք Նարինե, որ բարձր տրամադրություն ունենայր, պետք է սևը ընտրեիր։ Ես օրինակ ավելի վառ գույներ էի պատկերացնում։ Բայց հաշվի առնելով իր ոգեշնչումները երաժշտության մեջ, կերպարների մեջ, հա, պատկերացնում էի, որ հենց այդ ընտրությունը լինելու։ Ես միանգամից այդտեղ շատ ոճային բան եմ գտել, շատ ոճային, ինքը Վերադառնում ենք 90-ականներ։ Վերադառնում ենք 90-ականներ։ Ես ուզում եմ իր համար տաբատ գտնենք, հո կարա լինի սևի ու սենց համադրությունից, կանա շատ սիրուն է։ Մեծ թե փոքր պայուսակ ենք պատկերացնում։ Չէ, մեծ պայուսակ ենք պատկերացնում, ձեռքի տակ դրվող։ Ջինսե տապատի եւ վերնաշապիկի համադրությունը բոլորովին այլ տեսք կստանա հետաքրքիր ոճավորման շնորհիվ։ Սպիտակի, կարմիրի եւ վարդագույնի համադրությունն արդեն իսկ շատ հետաքրքիր է, բայց վերնաշապիկը կարելի է համադրել նաեւ ոճային ձեռագործ ժակետի հետ։ Կերպարն ավելի աշնանային ու տաքուկ կդառնա, եթե ավելացնենք բրդյա երկար ու բարակ շարֆ։ Չմոռանանք նաեւ աքսեսուարների մասին։ Ես ընտրել եմ բալի ձև ունեցող երկար ականջողեր։ Դրանք այժմ շատ թրենդային են։ Համաձայնեք, որ ժակետի հետ շատ գեղեցիկ են համադրվում։
Նայնեի հետ աշխատելը գերագույն հաճույք էր ինձ համար։ Ես սկզբում վախենում էի ճիշտն ասած ոճաբանի հետ աշխատելուց, որովհետև նախկինում պրոֆեսիոնալ փորձ չեմ ունեցել։ Բայց երբ որ իրեն հանդիպեցի, հասկացա, որ կարողանում է կարդալ ինձ, իմ մտքերը, իմ ոճը ու իր յուրաքանչյուր ընտրությունը թեկուզ փորձնական ինձ շատ դուր էր գալիս ու հաճելի էր շատ, երբ որ քո դիմացինը կարողանում է կարդալ այն, ինչ որ դու չես կարողանում ասել։ Սկզբում մենք պատկերացնում ենք, որ պիտի ընտրենք առօրյա ոճ, պատկերացնում ենք ջինս, պիջակով, հետո հասկացանք, որ քանի որ ես ապագայում արտիստ եմ լինելու, ապա կարող եմ առօրյայում ինձ թույլ տալ համարձակ հագուստ կրել, այսինքն ոչ սովորական, էլեգանտ ոճի համադրությունը, ինչու ոչ, կարելի է պարտադիր համարել իմ առօրյայում։ Սիրուշը շատ սիրում է գնումներ անել ու տարբեր համադրություններ փորձել ու իսկապես հաճույք ենք ստացել ամբողջ process-ից, ընտրելով համապատասխան կերպարներ ու իրեր, որոնք ավելի կապսուլային պահարանի համար են նախատեսված ու հեշտ համադրվող են հետագայում եւ գրագետ կերպար ստեղծելու համար եւ ավելի շատ իրար հետ համադրվող իրեր ունենալու համար։ Սիրուշոյի դիմագծերը շատ սիմետրիկ են, շատ քողարկելու կամ փոփոխելու կարիք չկա։ Սիրուշոյի դիմահարդարումը նաև պետք է համապատասխան լինի թե իր տարիքին, թե իր ոճին։ Այդ իսկ պատճառով շատ փոփոխություններ չենք կատարելու դիմահարդարման մեջ, ուղղակի ընդգծելու ենք իր բնական գեղեցկությունը։ Սիրուշոյի հոնքերը շատ բնական են, մենք ուղղակի սանրելու ենք եւ բարձրացնելու ենք հոնքերը, ավելի հայացքը բացելու նպատակով։ Շուրթերը կլինեն գլոս թաց էֆեկտով, մաշկը եւս թաց էֆեկտով կլինի, օգտագործենք բնական եւ պաստելային երանգներ, հագուստին եւ ոճին համապատասխան աչքերը կընդգծենք դետալային վառ երանգով։ Հիշում եմ, որ երբ ավարտում էի 9-րդ դասարանը, ինձ առաջին անգամ դիմահարդարում արեցին եւ ես մինչեւ այսօր չեմ կարողանում նայել այդ նկարները, որովհետեւ կարծում եմ, որ այդ նկարներն ինձ համար բարդույթ են դարձել։ Ըստ իս դիմահարդարումը ընդհանրապես ազական չէր իմ կերպարին, իմ տարիքին ընդհանրապես եւ այդ օրվանից սկսած ես ել ավելի խուսափում եմ դիմահարդարումից, դիմահարդարներից, սակայն երբ հանդիպեցի իմ դիմահարդարին, ես հասկացա, որ պիտի մի կողմ դնեմ իմ բոլոր բարդույթները, վստահեմ նրան, որովհետեւ իր ճաշակը, իր խորհուրդները, իր հայացքը դեպի միանգամից իմ ոճը փոխեցին իմ մեջ այդ ամեն ինչը, առաջացրեցին վստահության զգացում, ինչի համար էլ ես ամբողջովին վստահեցի իմ դիմահարդարին եւ վստահ եմ, որ դիմահարդարումն ամբողջովին կարելի է ասել կթարգմանի ոճս։ Սիրուշոն շատ նուրբ եւ գեղեցիկ աղջիկ է, իսկ նրա երկար մասերը նրա կերպարի կարևոր մասն են։ Քանի որ դժվար է հրաժարվել երկար վարսերից, մենք կպահպանենք նրա վարսերի երկարությունը, կանենք թեթև շերտեր եւ դիմային մազափունջ, իսկ երանգավորումը կանենք թեթև արևային փնջեր։ Իմ մազերը բնականից այս գույնն ունեն ու միշտ ունեցել եմ երկար մազեր, այդ պատճառով ունեի մտավախություն վարսահարդարի հետ հանդիպելուց։ Ես խուսափում էի կտրուկ փոփոխություններից, սակայն երբ հանդիպեցի վարսահարդարի հետ, մենք միասին հասկացանք, որ այդքան էլ վախենալու չէ իրավիճակը, որ մենք կգանք միասին մեկ ընդհանուր հայտարարի, ինչն էլ կլինի ինձ համապատասխան եւ գեղեցիկ։ Նայնե Սիրուշոն ոճային բազմազանության մեջ մի փոքր դժվարանում էր կողմնորոշվել, արդյոք հեշտ էր նրա հետ աշխատանքը։ Հեշտ էր աշխատանքը, որովհետև կար պատրաստակամություն ու վստահություն, ու իրականում Սիրուշային փոխելու խնդիր մեր առջև չէինք դրել, այլ ընդգծելու այն յուրահատկությունն ու առանձնահատկությունը, որը բնությունը իրեն տվել է։ Բայց այնուամենայնիվ, արդյոք մենք ունենք այդ կտրուկ փոփոխությունը այսօր։ Ես կարծում եմ ունենք, կանչենք տեսնենք։ Դե այո, Սիրուշո, դու շատ յուրահատուկ տեսք ունես այսպես։ Ես լրիվ ինձ եմ զգում։
Շատ հետաքրքիր է, հիմա մենք կխոսենք այդ մասին, թե դու ինչ ես զգում եւ որքանով է քեզ դուր եկել քո կերպարը։ Դե պատմիր Սիրուշո։ Իրականում ինձ թվում է, որ բառերս այս պահին շատ քիչ են բնութագրելու այն ինչ որ զգում եմ։ Հիմա սենց շատ կողքից հստակ ու սառը կարող է թվալ իմ էմոցիան, բայց ես հիմա ամբողջովին ներսում դողում եմ այն զգացումից, որը ունեմ հիմա։ Ես ինձ զգում եմ այն մարդը, այն կերպարը, որը կարիք չունի բեմ բարձրանալու, որ դառնա կերպար։ Ինքը արդեն կյանքում առօրյայում կերպար է։ Չէ, պիտի ասեմ, որ էմոցիաները շատ ազնիվ էին։ Նայինե Սիրուշոյի կերպարը շատ բազմաշերտ է, ուզում եմ մի փոքր ներկայացնես դետալներով։ Իհարկե նախ շատ ուրախ եմ, որ հավանեցիր ու կարծում եմ ստացված ոչափողությունը հենց այս էմոցիաներն են։ Ինչով ենք առաջնորդվել, որ ապագա արտիստը է, դա միանշանակ ու առհասարակ ես որպես ոճաբան Երևանում վառ կերպարներ քիչ եմ տեսնում, ուղղակի փողոցներում քայլող, հա ավելի հանգիստ համադրությունների մեջ ենք, ավելի զուսպ, ավելի ճիշտ է գրագետ ու գեղեցիկ համադրություններ շատ ենք տեսնում ու շատ ոճային երիտասարդներ ունենք, բայց համարձակ կերպարներ քիչ ենք տեսնում, դրա համար ընտրել ենք հենց այսպիսի կերպար։ Ես նաև հավելեմ, որ Սիրուշոն շատ է սիրում նաև տարբերվել ինչպես միշտ իր ոճով եւ կերպարով եւ այս անգամ էլ բացառություն չի լինի, Սիրուշոն դուրս կգա փողոց եւ կշշմեցնի իր նոր կերպարով։ Սիրուշը հեշտ էր աշխատել Նարինեի եւ բոլոր մասնագետների հետ։ Ոչ միայն հեշտ էր, այլ գերագույն հաճույք էր աշխատել նման մասնագետների հետ։ Ուզում եմ առանձնացնել Նարինեին, որովհետև ինքը էլի եմ ասել, որ կարդում էր այն, ինչ ես չէի կարողանում ասել ինքս ինձ։ Ինքը այդ մտքերը բերում էր կյանք ու այդ հագուստը, որ ընտրում էր ցույցեր տալիս, սրանից բացի բնականաբար էլի ընտրություններ են եղել, ուղղակի ընտրվել է լավագույնը ու լավագույններից է ընտրվել այդ լավագույնը։ Ոչ մի կերպար չկար, որ ես տեսնեի, ասեի, չեմ ուզում։ Ըստ քեզ զարմանալու են ընկերները տեսնելով քեզ այս կերպարում։ Միանշանակ։ Իսկ ում արձագանքին ես ամենից շատ սպասում։ Ամենից շատը սպասում եմ ընտանիքիս արձագանքին, բայց իրենք ինձ բնականում կտեսնեն մի փոքր ավելի ուշ։ Մի փոքր ավելի ուշ։ Ով է տեսնելու։ Հեռուստացույցով են տեսնելու առաջին անգամ ինձ։ Այո։ Ահա, այստեղ չեն։ Այստեղ չեն։ Ինձ տեսնելու են առաջինը ընկերներս, հարազատ ընկերս է այսօր ինձ տեսնելու առաջին անգամ ու ես այս պահին իր արձագանքին եմ սպասում։ Ես առաջարկում եմ չսպասեցնել ընկերոջը եւ այդ արձագանքը վայելենք միասին։ Հոշմանում ես, որ մազերից կտրել։ Չէ, լավ։ Մետրամոց մազերը ոնց կտրել։ Չէ, լավ, շատ սիրուն է։ Հենց մեծ վրանեմ։ Մի հատ արժի լավ ֆոտոշուտ անել է դուս։ Այսինքն։ Լսի շատ սիրուն է։ Դու լրիվ սենց շատ սիրուն է։ Շատ սիրուն ես։ Դե մեյքափով չէի տեսել, ոնց ասեմ, սենց լրիվ ուրիշ ձև ես, լրիվ կերպարանա փոխվել է սենց։ Բայց նույնիսկ չիքովոճի մեջ է, էլի դու էլի էլեգանտ ես եղել, պրոստը մեյքափով չէի տեսել, էլ մազը տապսոս է։ Չկաճի։ Կաճի անպայման։ Մեկը մոտիկա։ Իսկ ինչն է, որ ամենաշատն է քեզ դուր գալիս այս լուքի մեջ։ Ամենաշատը, որ միանգամից գրավեց քեզ։ Նույնիսկ ես մասը շատ սիրուն եմ, սենց կամ ստանաս ինձ հետ։ Լսի, հա։ Լավ կատակի անում։ Ես Իր նոր փոփոխությունը շատ իրեն համահունչ է ու շատ համապատասխանում է։ Ես վստահ եմ իր այս կերպարը ինքը կօգտագործի, կզարգացնի եւ սենց էլ կշարունակի երևի, այս ոճով էլ կշարունակի երևի։ Ինձ սենց շատ դուր է գալիս։ Սիրուշոն ապագա արտիստ է, սովորում է Երգի պետական թատրոնում ու նույնիսկ իր առօրյա կերպարը ստեղծելիս մենք փորձեցինք, որ այն չլինի ստանդարտ, որ այն ընդգծի իր ամբողջ անհատականությունը ու այն գեղեցկությունը, որը բնությունը իրեն տվել է։ Ես շատ երկար էի սպասում այն պահին, թե երբ եմ տեսնելու իմ ամբողջական կերպարը ու տեսնելուց անկեղծ չկարողացա ցույց տալ այն, ինչ որ իրականում զգում էի, որովհետև շատ էր զգացածս։ Կերպարս համարում եմ ստացված։ Մասնագետների աշխատանքն ամբողջովին արդարացրեց իմ սպասելիքը, եւ ես վստահ եմ, որ ընտանիքիս անդամները, ընկերներս եւ շրջապատս նույնպես կգնահատեն այս մեծ աշխատանքը ու ինչու ոչ գոհ կլինեն։